Ուրախ եմ շատ։ Մինչև չարիքին չհեռացնենք, լավ չենք լինի։ Շնորհակալ եմ։ Կհեռացնենք, բայց սրբազան։ Հաշուշ պետք է հեռացնենք, բայց պետք է։ Ես մի բան չեմ ասել, որ չեմ արել։ Կյանքում չի եղել ինձ դեպք։ Սրբազան հայր, ոնց եք տեսնում ես։ Դժվարացել ենք, բայց արել ենք։ Արևի բան։ Արեք ջան, եղավ։ Ուրախ եմ տեսնում։ Այսօր Բարև ձեզ։ կարիք ձեզ։ Ինձ սաղ պատմել ես, կարան պատմել։ Սրբազան հայր արդեն Հանգստանում եք, միացես կան կարմրել ես։ Աստված օգնական Սրբազան Փաշինյանը առաջ հանուն ձեզ էր ցիտում Աստվածաշունչը, հիմա հանուն Սամվել Կարապետյանի է ցիտում, ի վերջոս այսպես ցիտելով ուր ենք հասնելու։ Սատանան էլ է Աստվածաշունչ ցիտում։ Սրբազան արդեն այո Բաթովիկոսի դեմ սկսված այս գործընթացը ինչ նպատակ է հետապնդում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է պարզել կուսակրոնության ուխտը խախտել են, թե ոչ, եւ ասում է պետք է Հևեհարյանը ազատվի կաթողիկոսից։ Նայեք, եկեղեցու մասին իրավունք ունի խոսելու, իրավունք ունեն խոսելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ եկեղեցու օրենքներով, կարգերով անցած մարդիկ։ Խորքում այդ եկեղեցու հետևորդ են կամ անդամ։ Մենակ մենք պետք է պարզենք, ինքը անդամ է թե չէ։ Նախ ես չեմ ուզում ինձ մասին խոսել, ինքը թեմա չէ ինձ համար։ Չկա։ Չիկ։ Ոչ միայն չարիք, այլև չիկ։ Երկրորդ։ Թող ասեն իրանք օրինական ամուսնացած են թե չէ։ Եկեղեցու հավատամքը գիտեն թե չէ։ Ամեն կիրակի հաղորդություն ստանում են թե չէ։ Եվ այսպես շարունակ։ Այդ երեք բանը թող ասեն, մնացածը այդպես խոսեն։ Բայց իսկ չլինելով իրողությունը չի Սատանան էլ չկա, չէ, իրողությունը չի փոխվում։ Մենք կռվում ենք։ Լավ, ի վերջո հանգուցալուծումը ինչպես պետք է լինի այս ամենի սրբազան Նա պետք է հեռանա։ Ինչպես։ Շատ սիրով, քրիստոնեաբար։ Պետք է հեռանա։ Աղոթք ցիտելով, դիվահալածությամբ եւ մնացած քրիստոնեական բոլոր գործիքներով ու սիրով, շատ սիրով։ Եվ ոչ միայն ինքը, իր խմբակն էլ հետ է, ինչպես շատ դիպուկ պարոն Կարապետյանը ասել է։ Այսօր հայտարարումներ, որ եկեղեցու Ման չունեք խոսալու, ինքը գլուխը պատին է տալիս ով ինչ է ասում էր կուսակրոնության հարց չենք մենք բարձրացնում, այլ լեգիտիմության։ Նախ իր լեգիտիմության հարցը թող բարձրացնի, թե կառավարության մինչև այսօր արձանագրված որ կետով ծրագրային ինչ են կատարել։ Իր նախընտրական արշավին ձեռք կտրելու, հետո հանձնելու, այդ մարդկանց խաբելու ինչ են կատարել։ Պետական իր ստանձնած ծառայության եւ ուխտի մասին մտածի կամ երթ ունի որ տվել են։ Այն մնացած հարցերը իր գործը չեն։ Խորքում իր գործն էլ չեն։ Եվ ես ասացի, ինչու իր գործը չեն եւ իր նմանների, ովքեր իրավունք ունեն խոսելու։ Ովքեր իրավունք ունեն խոսելու։ Ովքեր անցել են այդ եկեղեցու կանոնների, կարգերի եւ այլնի միջոցով։ Ովքեր են անցել։ Մենք վկայություն ունենք, չէ՞, ընտանեկան կյանքի սրա նրա մարդիկան 2 կին ունեն, 3 կին ունեն։ Դուք լավ գիտեք այդ մասին։ Ոչ չեմ ասում, հարցրեք իրենց։ Դուք հիմա իր հեռանալու լուծումը տեսնում եք ընտրությունների մեջ։ Այս ձեռքի մեջ է հեռանալու լուծումը։ Այս ձեռքի։ Սրբազան ձեր կարծիքով այս ձեռքի։ հոգևոր խորհրդում Նիկոլ Փաշինյանը ունի հենարան, արդյոք հոգևոր խորհրդի բոլոր անդամները անվերապահորեն աջակցում են կաթողիկոսին։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Օրինակ Վազգեն Սրբազանի անունն է շոշափվում։ Ես վստահում եմ։ Հատկապես երբ մեծ ընդունելություն իրականացրեց Նիկոլ Փաշինյանին ջերմորեն ընդունեց։ Դուք հիմա այդ թեման ինչու եք հարցնում։ Եկեղեցից եք խոսում։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Սրբազան, ի վերջո Նիկոլ Փաշինյանը փորձեր արել 2018 թվականին նաև կաթողիկոսին հեռացնելու։ Մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը։ Ինչու այսպես դադար եղավ ու ինչու հենց հիմա սկսեց։ Բացատրությունը որն է ձեր կարծիքով։ Շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաեւ կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասը։ Ասում եմ Արցախը կուլ տվեց ինձ։ Հաջորդ թիրախը եկեղեցին են։ Եվ
Ընդհանրապես երբ ինձ հարցրել են միշտ եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարում, ինչու այն, ես ասում եմ եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ, այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցին, գնաց, վերջացավ ամեն ինչ մեր կյանքը, մոռացեք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենանք։ Եվ դա են իրականացնում, շատ պարզ է, շատ մեղմ համընկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչը ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, փաշերով։ Այն մյուսը մի կողմից է, Փաշազադեն իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում էր մշակութային ժառանգության եւ այլնի, եկեղեցու սպառնալիքներն։ Հայաստանից արձագանքել են որևէ ձևով։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով թեկուզ արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասել։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն եւ գնալու են խաղաղության օրակարգ։ Այո, դա բանի պես այսպես բանդակի մեջ մտած թութակի պես հա խոսում են։ Հիմա ինչ կապ ունի դա։ Կներես Սրամ ջան։ Ուրեմն իմ ասելիքը հետեւյալն է։ Այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թերքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։ Իդեպ նա Թուրքիա է գնում, դուք ուղիղ կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Այո, ամեն ինչի մեջ էլ այլևս տեսնում եմ։ Ես ժամանակին այնքան մեղմ էի իմ գնահատականների մեջ։ Ինչով էի մեղմ, որ մշտապես վերագրում էի ոչ դիտավորության, ոչ դավադրության տեսության, ես սկզբունքով էլ հավատացող մարդ չեմ դավադրության տեսությունը, պարզ ասում եմ։ Բայց դեպքերի խորությունը, ասենք, եթե մարդը 2 անգամ է սխալվում, 3 անգամ, 10 անգամ թեկուզ, կմտածես, որ լավ, հասկացանք, մարդկայնորեն կարելի է, բայց երբ որ 100 անգամ ու հետևողական, դա արդեն ինչ է մտքիդ մեջ։ Հարցերը առաջացնում, չէ՞ որ ինչու է այսպես տեղի։ Համոզվել եք, որ դավաճանության արդյունք է ամեն ինչը։ Վաղուց, ուրացման։ Ինչին է ուրացել։ Մեզ, ինձ, քեզ, վայ ջան։ Բոլորիս մեր ամեն ինչն է ուրացել։ Մարդը չի կարող, պարզ, օրինակ, անընդհատ չեմ կրկնելու ես։ Մարդը չի կարող ասել, որ ես ձեր թիկունքում որևէ բան չեմ անում, մինչև այսօր չի հրապարակում, ինչ էր, խաղաղության պայմանագիրեր դարձավ համաձայն։ Մինչև այսօր ձեր թիկունքում հրապարակված կետ տեսել եք դուք։ Մարդը ասում է, ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Ժողովուրդ, ամեն, հիմա էլ ասում ես հրապարակի, ասում դա ամեն ինչ գիտեք։ Չէ, չգիտենք։ Եվ ինչ ուզում շատ ուրախանալ ժամանակից։ Չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Ստախոս խապեբա, ուրիշ բան չկա։ Հետևաբար ասում եմ, երբ որ դուք ասում եք այդ դավադրություն, այո, տեսանելի աչքիդ առջևն է, մարդը ասել է չի անում։ Չեմ խապելու ես ձեր ժողովուրդ, ձեր թիկունքում ոչինչ չեմ անում։ Մենակ ասելու եմ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ անցնելու եմ։ Ձեր թիկունքում չէ, մի գիշերվա մեջ անելու եմ ամեն ինչ։ Չեմ անելու ոչ մի բան։ Բայց համաձայնագիր եմ ստորագրել խաղաղություն, որ ձեր կյանքի մասին է։ Կոնկրետ ձեր, մեր այստեղ գտնվող մարդկանց կյանքի մասին է։ Այդ թուղթը, որ իրեն կենսական նշանակություն ունի, արյունը այսպես ավիշվում է թղթից։ Ավիշ բառը կարող է չիմանալ ասեմ։ Այդ թղթից այսպես ինչ ասեմ, հորդումը ուղղակի։ Այդ թուղթը իմ կյանքի հաշվին է, քո կյանքի մասին է, մյուսների այսքան մարդու եւ հազարավորների մասին է։ Դա ո՞նց ես դու գաղտնի տանում անում։ Գաղտնի ումից ես սպանում, թշնամուց, որի հետ համաձայնագիր է ստորագրել։ Բայց նույնիսկ կրթվել է նորաձև շարժման այդ ֆինանսավորումն է գաղտնի պահում։ Դա էլ դու ասեցիր արդեն։ Սրբազան այդ Թուրքիա մեկնելով պայմանավորված, արդյոք բացառում եք, որ Սահակ Սրբազանի հետ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանը եւ լավ ճանաչելով Սահակ Սրբազանին, որևէ խոսք հորդոր ունեք։ Ես որքան գիտեմ, Սահակ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մնացածը չգիտեմ։ Սրբազան Այսօրերին է այնտեղ թե ոնց։ Որքան ես տեղեկացել եմ, այո։ Այսօր Գեղամ Նազարյանը ասում էր, որ այդ սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել իրանց սրա հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք ձեր շարժումներից։ Շատ սիրելի մարդ։ Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Գեղամ Նազարյանը իմ կյանքի ամենամեծ ցավն է։ Այսքան ցավերից մեկն էլ չէ, ամենամեծ ցավ։ Ինքը գիտի ինչ եմ ասում։ Շատ լավ գիտեմ։ Ես ամոթով եմ ասում դա, ինքս ինձ ճզմելով եմ ասում դա, բայց չեմ կարող չասել։
անկեղծ ասում եմ, ներս ալեկոծումով եմ ասում, բայց չեմ կարող չասել։ Փողոցային պայքար, փողոցային շարժ։ Փողոցայինը սրանք են, մերը հրապարակայինը։ Դու տեղում կլինես անպայման։ Դե ասեք դա երբ է լինելու։ Այ աղջիկ, վայ հետ մի ժամ կռիվ էի անում, ասում եմ, մեր բոլոր քայլեր, հիմա որ ես եկել եմ այստեղ, չէ, ասում եմ, գլուխն եմ եղել, 7 մեքենա մեր հետևից եկել են, ամեն ինչ գիտեն ես մարդիկ։ Ինձ? Չէ, ես ուղղակի ասում եմ, զուտ տեղեկատվության եմ այստեղ։ Սրբազան։ Կներեք, ուրեմն, ինչ է ասում, ամեն ինչ գիտեն ես մարդիկ, մեկ էլ ուզում եք, որ լրատվականներով, բաներով ասեն։ Ակնհայտ հանրային ընդգծում է դա։ Հա, բայց մեթոդաբանությունը ուրիշ է մի քիչ, էլի։ Թույլ տվեք, այս անգամ չսա։ Մինչև 26 թվականի ընտրություններ են շրջան։ Խորհրդավորություն եք պահում։ Իշխանափոխություն հնարավոր է իրականացնել ընտրություններով։ Հիմա իմպիչմենտի գործընթաց է սկսել, ասում են, մի թևը ասում են, հնարավոր չէ բիզնեսները։ Ամեն ինչ կյանքում հնարավոր է։ Մեզ միշտ ասում եմ, հարց տվեք, ոչ թե հնարավոր է թե ոչ, այլ հարց տվեք, անհրաժեշտ է թե ոչ։ Անհրաժեշտ է սպասել ընտրություններին։ Ոչ։ Սրբազան, լավ։ Բայց անհրաժեշտ է փոխել։ Հիմա որ ասեմ էլի կներանաք, բայց պիտի ասեմ։ Այն ժամանակ որ դուք գալիս եք, այդ շարժումը սկսել եք, ես ամեն անգամ հարցնում եի, ձեր դուրս չէր գալիս, ասում եք, հենց շուտով սպասեք, հեսա կլինի։ Ինչ ասեմ, խորհրդավորության շղարշ եք բանալ, դա չիմացանք ինչ եղավ։ Հիմա էլ եք նույնը ասում, ինչ հիմա ամբողջ հրապարակ եմ, ասեմ օրինակ հունիսի 22-ին, չէ, լավ, հունիսի 22-ը լավ, մոտավոր ժամկետ ասեք, հունիսի 22-ը կիրակ է, հունիսի 23-ին ժամը 4-ին լինելու են կառավարության ամառանոցների դիմացի։ Կլինի։ Չէ, այն ժամանակ ասեք մայիսի 1-ին եկանք, հետո ժամկետ տվեցիք, ասեցիք առանց ժամ չեմ կասել։ Պայքարը, կյանքը, կմեծանանք, փոքրանանք, կընկնենք, կելնենք, կխոցվենք, միջոցները կսպառվենք, ավելանանք։ Հետո մաշվում են գնալով իրանցի պատամաններ Հիմա մեր մաշվելն է կարևոր, թե մեր պետության մաշվելը։ Պետությունն նկատի ունի, պետությունն է մաշվում։ Դե որպեսզի մենք որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարից ոչինչ, իմիջիայից սա մասին ասեմ, որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի տրամաբանությունից պետք է դուրս չգանք։ Հոգնել ենք միգուցե, հուսախաբվել ենք, ինչ իմանամ, հազար բան չի ստացվել ինչ որ ձևով այն ինչ մենք այն տրամաբանությունից դուրս չենք գալիս, Նիկոլ Փաշինյանն էլ իր կաբինետից դուրս չի գալիս, դա է տարբերությունը։ Դուրս կգա։ Շատ սիրով դուրս կգա։ Դե որ ասեցիք իմ ձեռքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչպես եք դա պատկերացնում, այդ ձեռքով ինչ եք անելու որ։ Հրավիրելու եմ դուրս։ Ասես մի ասեք, ես Ալեն Սիմոնյանը կասի այդ ձեռքդ որտեղ է դրանից առաջ միջև դուրս հրավիրելը։ Դուրս չունեք, վտանգավոր այդ։ Կճաշակի։ Իշխանությունները շարունակում են սրբազան ձեզ անվանել օտարերկրյա Հա մի բան պետք է ասեի, վայն ասում, մի հատ ասեմ, հետո գամ դրան։ Վայն ասես, որ ես նիհարում եմ, չէ, պետությունը մաշ, ինչը, մի ձևակերպ։ Ես մի առթով ասել եմ, նայեք ես մարդկանց։ Ինչքան սրանց չափը մեծանում է, այնքան պետությունը փոքրանում է մեր։ Ուղղակի ցուցիչն է, ուղիղ համեմատակ։ Հա։ Դիետա էլ կա երբեմն։ Սրբազան ձեր արձագանքա։ Ինչին։ Որ ձեզ համարում են օտարերկրյա։ Գործակալները, ուրեմն ինչ ճանաչում են այդ գործակալները, բացահայտվելը։ Ես ուրիշ կարծիք ունեի, կարծում եմ, որ գործակալները չեն կարող գործակալին բացահայտել, ցավոք սրտի, բայց բացահայտեցին, հա։ Իդեպ որ օտարերկրյա։ Ուրեմն իրենց ողջ կենսագրությամբ Այն տվյալները, որ կան իրենց մասին, չհերկված ընդվոր, սկսած օմեգա բարից մինչև վերջացած Թուրքիայում սովորել և այլն, ինչքան բաներ կան իրենց մասին, գործակալական, էլ չեմ ասում են ահռելի գումարները, որ տարիներով ստացել են տարբեր հաստատություններից ու կառույցներից, ահռելի ծավալներ, ու դրանք մեծ խոսում են, դրանք են մեզ համարում գործակալ, իրենք վառված են, գիտեք ինչից, դաղված, որ աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն ունեցող կենտրոններ մեզ հետ կապի մեջ են եղել, և մեզ այո փոխանցել են
խոսակցությամբ, զրույցով եւ ես իրավունք ունեմ բոլորի հետ կապի մեջ լինելու։ Ընդ որում ոչ մեր նախաձեռնությամբ։ Սա ուզում եմ հիշեն։ Բոլոր կենտրոնների ինչ իրենց մտքից անցնում է մեզ այդ կապի մեջ եղել են։ Բոլոր։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մարդիկ հասկանում են, որ այս պետությունը ուրիշ ընթացք պետք է ունենա կյանքում։ Իսկ այդ դեպքում ինչու իշխանապողություն չստացվեց մենք ինչ կապ ունի, դա ինչ կապ ունի։ Դե կապում են աշխարհաքաղաքական կենտրոնները։ Իրենք են այդպես, իրենք են այդպիսին, իրենք են այս կամ նրա ոտքին ու ձեռքին կարոտ մնացել կյանքում, ծնկած, խեղճի պես, որոնց կարան ձեռքով ասեն գնացեք կամ չգիտեմ ինչ եղեք։ Իրենք են այդպիսին, հասկանում եք, իրենք հայելին վերցրած պտտում են մարդուն շուրջ ու որպես իրենց չասեն գող, իրենք են ասում գող։ Սա է ամբողջ խնդիրը։ Ձեր աչքերի առջև է եղել Էրդողանին, Ալիևին, Ռուսաստանի նախագահին, Բելարուսի նախագահին, այն որ ասում է վեհապարը գնացել է Բելարուս։ Բայց իր խամաչիկը ինչ էր անում Բելարուսի նախագահի դեմ կանգնած։ Ինչ էր անում։ Կողքը նստած կամ այն նախորդ հավաքներին լուրջ դեմքով այսպես նայելով երեսին։ Ինչ էր անում։ Բա ինչ էր անում։ Բա այդ կենտրոնների հետ ինչ, որպես ինչ։ Փողերը ովքեր են ստանում, դու դուք եք ստանում, այ խապեբաս ստախոսներ։ Կերել եք մեր կյանքը։ Ձեր ստացած կեղտոտ փողերով։ Էլ մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանություն։ Այն մեկը չգիտեմ ինչ հերոստանգերություններ ունի, ինչ հարստություն կուտակած, մեր մասին խոսում է, որ մենք Հայաստանի ինքնիշխանություն չգիտեմ ինչ ենք անում։ Դուք գնում եք հաշվետվություն տվեք թե այդ փողերը դուք ո՞նց եք ապրում, ուրիշ ինչով եք աշխատում, ՀԿՄԿ լինելով։ Ուրիշ աշխատանք ունեք, գնում եք բանվորություն եք անում։ Դե պատրաստի փողերն եք ստանում։ Հիմա USAID-ին կտրել էր փողերը, Հիմա եվրոպական ակունքներից են փորձում կորզել Նիդերլանդիա, Նորվեգիա, չգիտեմ որտեղներ։ Արյուն է այդ փողերի վրա։ Հուդանել է փողով վաճառել Հիսուսին։ Այդ 30 արծաթը իրենց ճակատին դրոշմված է։ Իրենք երկինք էլ թռնեն, երկիրը մեզ ինչ ուզում են անվանեն։ Ինչ ուզում են անվանեն։ Ամենավերջին զրպարտությունից ու պիտակավորումից մինչև իրենց մտքի պայծառությունը ինչ ուզում է բերի։ Իրենք այդ դաջվածքը չի վերանալու եւ իրենց ճակատին դաջվածը դա իրենց հոգում էլ է դաջված դա։ Դաջվածը իրենք վաճառական են, ոչ միայն խոսքի, հոգու վաճառական են, մարդու վաճառական են, այն էլ վատ, կեղտոտ վաճառական։ Ոչ մի ձևով արժանապատվություն չունեցող վաճառականներ են սրանք։ Եվ ասում եմ, պարզ, շատ պարզ, ով ինձ գործակալ է համարել, ինքը թող գնա իր կենսագրությունը, իր ընտանիքի կենսագրությունը, իր կողքի մարդկանց կենսագրությունը, էլ անվանարկումները օմեգա, չգիտեմ, ալֆա եւ այլն, էլ դրանց մասին չեմ ասում, որ չեն էլ մերժել։ Ես հիշեցի Հասմիկ Հակոբյանն էր ձեզ վերջերս գործակալը։ Հասմիկ Հակոբյանը թող իր անձնական կյանքով զբաղվի, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Թող զբաղվեն։ Թող իրենց ներկայանան այնպես, հետո ես չեմ էլ ճանաչում։ Ներկայանան այնպես, ինչպեսին իրենք կան։ Այդքանը։ Շնորհակալ եմ։